Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված նամակում ներողություն է խնդրել Սպիտակ տանը տեղի ունեցած միջադեպի համար, հայտնել է ԱՄՆ նախագահի բանագնաց Սթիվ Ուիթքոֆը։ Իսկ րոպեներ առաջ Սաուդյան Արաբիայի Ջիդա քաղաքում մեկնարկել են ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի պատվիրակությունների բանակցությունները։ Երեկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում կիսվել էր ամերիկացիների հետ կարևոր հարցերի իր տեսլականով։ Ուկրաինայի եւ Վլադիմիր Զելենսկու մասին զրույցի հատվածում Նախագահ Դոնալդ Թրամփը վստահություն էր հայտնել, որ չնայած փետրվարի 28-ին Սպիտակ տան Օվալաձև գրասենյակում ճեպազրույցի ավարտին տեղի ունեցած թեժ բանավեճին, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կվերսկսի երկխոսությունը եւ կստորագրի պայմանագիր հազվագյուտ հողային մետաղների վերաբերյալ։ ԱՄՆ նախագահը եւս մեկ անգամ ընդգծել է, որ այս համաձայնագիրը անհրաժեշտ է, քանի որ այն վերականգնում է արդար հավասարակշռությունը ԱՄՆ-ի եւ Եվրոպայի միջեւ, Ուկրաինային աջակցության համար տրամադրված միջոցների եւ դրամական տրամադրման պայմանների շուրջ։ Մարինե Դվոյան, Արարատ Գրիգորյան, Եվրոմեդիա 24։